Իրանի տնտեսությունը դուրս է գալիս ինքնաբավության ռեժիմից եւ շուտով նորից կինտեգրվի համամոլորակային process-ներում։ Ու եթե որոշ երկրներ զգուշավորությամբ են հետևում իրադարձությունների զարգացմանը, Հայաստանը անվերապահ ոգևորությամբ է ընդունում մերձավոր հարևանի հաջողությունները։ Դեռևս անցած տարվանից կանխատեսելով Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը, հայկական կողմը սկսել է իրանական շուկայի ուսումնասիրություն, նաեւ իրանական կողմին է ներկայացրել Հայաստանի ներդրումային դաշտը։ Հայաստանում արտադրել վերջնական արտադրանք մեքենաշինության, ասոցաշինության, սննդի վերամշակման, տեքստիլ տրիկոտաժի ոլորտում եւ արդեն հայկական ծագման սերտիֆիկատներով դուրս գան։ Առաջի հերթին ԵԱՏՄ շուկա, ելնելով մեր միասնական մաքսային եւ իրական ռեժիմներից եւ Եվրոպա Միացյալ Նահանգների։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով 2015 թվականի 11 ամիսների ընթացքում Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է մոտավորապես 4 միլիարդ 300 միլիոն դոլար, որից Իրանին բաժին է ընկել 5.8%-ը։ Եթե իրանական շուկան ազատականացվի, իսկ տրամաբանորեն դրան գալու է այս ինտեգրացումը, մենք կարողանանք հանքային ջրից մինչև պահածո ապրանքա արտափոխանակում, այսպես ասած, նաև Իրան թե ինքպես Իրանից ենք բերում, Իրանից տանել այնտեղ։ Իրանը Հայաստանի համար դառնում է նաև որպես ելք դեպի Կասպից ծով։ Միևնույն ժամանակ Իրանը նույնպես Հայաստանը դիտարկում է որպես տրանզիտ տարածք։ Միակ ժամանակից հարևանը, որ այդ Իրանը ոչ մի քաղաքական, տնտեսական մրցակցային, հոգևոր կրոնական խնդիր չունի, դա Հայաստանն է։ Երեք չառաջ որ Իրանը հայտարարեց, որ ինքը պատրաստ է Եվրոպային գազ մատակարարել։ Հարց է ծագում ինչպես։ Իսկ գուցե այդ ճանապարհներից մեկը հենց կամ միակ Հայաստանն է։ Ադրբեջանը ուներ որպես տարանցիկ ճանապարհ, Կասպյան ավազանի էներգառեսուրսները շուկաներ հանելու, Ադրբեջանը այդ մենաշնորհը կորցրել է։ Բացի այդ, երկրորդ հանգամանքը պիտի նկատի ունենանք, որ Ադրբեջանը ինքը նույնպես մրցակից է Իրանին, նույն էներգակիրները շուկա հանելու հարցում։ Իրանական նավթի մուտքը շուկա իհարկե իր բացասական ազդեցությունը կունենա սև ոսկու գնի վրա։ Համենայն դեպս գոնե սկզբնական շրջանում, որպես արդյունք ցածր գներից կշարունակի տուժել Ռուսաստանի տնտեսությունը։ Սա էլ բնականաբար իր ազդեցությունն է ունենալու մեր երկրի վրա, քանի որ Ռուսաստանը շարունակում է մնալ հայկական աշխատուժի արտահանման թիվ 1 շուկան։ Հիմա Ռուսաստանի ազդեցությունը էապես թուլացել է, եւ դա մենք պիտի դիտենք ոչ թե մարտահրավեր մեր համար, այլ հնարավորություն մեր համար հարաբերությունները արևմուտքի հետ ավելի զարգացնելու համար։ Իրանը ազատվում է կապանքներից, ինչը նշանակում է, որ Հայաստանի հետ ունեցած մի շարք ռազմավարական ծրագրեր՝ Մեղրիի հիդրոկայանի կառուցում, Մեղրիում ազատտնտեսական գոտու ստեղծում, Իրան-Հայաստան երկաթգիծ մոտ ապագայում նորից կարող են կյանքի կոչվել։ Armev News հատուկ հայլուրի համար։